Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան։ Պարոն Հակոբյան, օրերս մեր ձևով հավաք արեց, որի ժամանակ ամփոփում էր ըստ էության իրենց աշխատանքի 40 օրը եւ մի շարք ուշագրավ հայտարարություններ արեցին։ Նախ նշեցին, որ 2026 թվականին անելու են հնարավոր ամեն բան, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը կրկին դառնա ընդդիմություն եւ ըստ Նարեկ Կարապետյանի ձեր ուժը որպես ընդդիմություն ավելի պրոդուկտիվ է եղել, քան որպես իշխանություն եւ ասացին նաեւ, որ հունվարին արդեն կառաջադրեն իրենց վարչապետի տեխնացու, որը ընդունելի կլինի ժողովրդի եւ բոլորի կողմից։ Ընդհանուր առմամբ մտավախություն չունեք, որ իսկապես այնպիսի վարչապետի տեխնացու կարող են առաջադրել, որ քաղաքացիական պայմանագիրը դառնա ընդդիմություն։ Դե տեսեք, Նարեկ Կարապետյանի, երբ որ ասում եմ մեր ուժը ավելի պրոդուկտիվ է եղել, երբ եղել է ընդդիմություն, կարծում եմ իրենք էլ պետք է նախ եւ առաջ որպես ընդդիմություն լինեն ավելի պրոդուկտիվ, հետո նոր ձգտեն իշխանության, որովհետեւ մենք այո եղել ենք ավելի պրոդուկտիվ, եղել ենք ընդհանրապես պրոդուկտիվ ընդդիմություն, այդ իսկ պատճառով հիմա նաև ժողովուրդը վստահության քվե է տալիս որպես իշխանությունը մեզ։ Այնպես որ իրենք նույնպես պետք է նախ եւ առաջ պետք է կողմնորոշվեն, ի վերջո նրանք քաղաքական ճանապարհներով են ձգտելու գալ իշխանություն, թե իրենց ձևով, այսինքն եթե այնուամենայնիվ դարձի են եկել եւ որոշել են քաղաքական ճանապարհով, դա արդեն ողջունելի է, որովհետեւ իրենց առաջնորդը, ասում էր, եթե քաղաքական ճանապարհով քաղաքական գործիչներին չհաջողվի, այդ մեր ձևով կարգախոսը այդպես ծնվեց, հիմա իրենց ձևովը հուսամ իրենք էլ արդեն կողմնորոշվել են, որ ճիշտ է, որպեսզի նրանք քաղաքական ճանապարհով ձգտեն Հայաստանում փոփոխություններ իրականացնել։ Ամեն դեպքում մեր ձևովը տարբեր կերպ է մեկնաբանվել, նույն իրենց կողմից էլ մեկն ասում է, որ դա ազատության մասին է։ Ես չեմ խոսում ինչպես է մեկնաբանվել, ես խոսում եմ հիմա իրենք ինչպես են տեղավորվում մեր ձևով այդ շարժման մեջ, կարծում եմ որոշել են, որ պետք է քաղաքական ճանապարհներով փոփոխություններ իրականացնեն, մնացածը առանձնապես չեմ հետևել իրենց այդ մենակ տեսել եմ, որ շարքերում կանգնած էին Ռոբերտ Քոչարյանի նախկին թիմի ներկայացուցիչներ, օրինակ Արամ Վարդևանյանը զբաղվում էր քաղաքականությամբ, հետո ինչ որ X պահի մանդատը վայր դրեց, գնաց որպեսզի զբաղվի իրավաբանական գործունեությամբ, հիմա կանգնած է Նարեկ Կարապետյանի, հա, այդ մեր ձևով շարժման շարքերում, ուզում հասկանամ որպես իրավաբան է, թե վերադառնում է քաղաքականություն, ինչով լավ չէ Ռոբերտ Քոչարյանի թիմում, ինչով է այստեղ ավելի լավ, ինչով Ռոբերտ Քոչարյանը վստահելի չէր մի քանի, հա, Արամ Վարդևանյանը կարծում եմ միակը չի, էլի մարդիկ կան, ովքեր որ նախկին նախագաների, հա, թիմերից էին, այսօր Սամվել Կարապետյանի եղբորորդու թիկունքում կանգնած էին։ Ամեն դեպքում ինքն էլ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ թեև Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ուժերի հետ կոալիցիա կամ համագործակցություն այս փուլում չեն պատկերացնում, բայց տարբեր անհատների հետ ամեն դեպքում գնալու են համագործակցության, ասում է ովքեր որ մաքուր ձեռքերով են եւ ունեն բավականաչափ պաշար, կարող են գալ մեր քաղաքական ուժ, այսինքն իրենք քաղաքականություն են մտնում մաքուր ձեռքերով։ Այդ նմանատիպ հայտարարություններ Գյումրիում էլ շատ հնչեցին, որ մենք չենք միանա, վերջում տեսանք, որ բոլորը ուղղորդվում են մեկ կենտրոնից եւ հարկ եղած դեպքում բոլորը միավորվում են, որովհետեւ այդ մեկ կենտրոնից ունենում են հրահանգ։ Ես գրեթե վստահ եմ, որ այս դեպքում նույնպես, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի այնպիսի մաս թվերը բաշխվի այնպես, որ հա Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սամվել Կարապետյան էս մեր ձևով շարժում իրար միանալով կունենան մեծամասնություն, ես վստահաբար կարող եմ ասել, որ այդ կենտրոնից լինելու է հրահանգ եւ նրանք միանալու են իրար, ես հուսամ եւ ես գրեթե վստահ եմ, ես համոզված եմ, որ մեր քաղաքացիների գիտակցությունը, քաղաքական հոտառությունը այն մակարդակի վրա է, որ նրանք դա թույլ չեն տա, նրանք կընտրեն խաղաղությունը։
Եվ այստեղ էլ պարոն Հակոբյան, այսինքն իշխող ուժը հիմնականում իր հույսը միշտ կապում է քաղաքացիների բարձր իրավագիտակցության հետ, ասում է, որ մեր քաղաքացիները գիտակից են, հասկանում են, թե ինչ է կատարվում եւ ճիշտ ընտրություն կանեն, բայց քաղաքասարակության մի ստվար զանգված էլ կա, որ հստակ ձեր ուժին մեղադրում է այն իմաստով, որ մինչև 2026 թվականի ընտրությունները անելիք ունեն գոնե օրենսդրական մակարդակում, որպեսզի քրյա օլիգարխիկ տարբեր տարեր հնարավորություն չունենան մասնակցելու ընտրություններին, առավել եւս հաղթելու, հետո ձեզ մեղադրելու բռնաճնշումների մեջ, օրինակ նույն Գյումրու օրինակով, երբ որ տարբեր վարույթներով անցնող մարդիկ առաջադրվում են, ավելին հաղթում են, հետո մեղադրում են այս իշխանությանը, որ ընդդիմադիր շրջանակները ճնշված են, բռնաճնշված են, ինչպես անում է Վարդան Ղուկասյանը, ամեն օր գրեթե հայտարարում է, որ դուք իրեն ճնշում եք, անգամ մահվան սպառնալիքների մասին է խոսում։ Դե Վարդան Ղուկասյան ավագին ես չանդրադառնամ, որովհետև մինչ այդ ասում էր Սերժ Սարգսյանի թիմը ուզում էին սպանել, այսօր Սերժ Սարգսյանի թիմի թեթև ձեռամբ նա նշանակվել է Գյումրու քաղաքապետ, այնպես որ մարդ, ով այսօր մեկ բան է ասում, վաղը չգիտես կհաստատի իր ասածը թե ոչ, մարդ, ով երեք մեկ այլ բան էր ասում, այսօր բոլորովին այլ բան է ասում, այդ մարդուն ուղղակի վստահել, խոսքը մեկնաբանել, ընդհանրապես իրեն արժևորել ես տեղին չեմ համարում։ Ինչ վերաբերում է մեզ մեղադրել, որ մենք մեր հույսը դնում ենք ժողովրդի քվեի վրա, դա թերևս իմ երազանքների Հայաստանն է, որ կառավարող մեծամասնությունը ընդունում է, որդեգրում է այն սկզբունքը, որ իր հույսը քաղաքացու քվեն է։ Եվ մեզ ասել, այ դուք օրինակ շատ չեք ձեր հույսը դնում քաղաքացու քվեի վրա, այդպես պետք է լինի ժողովրդավար երկրում։ Այդպես է Հայաստանի Հանրապետությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է։ Այո, մենք մեր հույսը դնում ենք քաղաքացու քվեի վրա, քաղաքացու մեկ քաղաքացու ձայնի վրա։ Մենք հույս ենք հայտնում, որ այն մեկ քաղաքացին, ով գնալու է քվեախոց, նա ընտրելու է մեզ եւ մեզ է տալու հետագա 5 տարիների կառավարումը Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի մենք հաստատուն կերպով բերենք խաղաղություն։ Զարգացնենք խաղաղության թեզը, զարգացնենք խաղաղությունը հողի վրա։ Ինչ վերաբերում է տարբեր հասարակական կազմակերպություններ կամ քաղաքասարակությունը, որ մեզ մեղադրում են, բնականաբար մենք այնպես չի, որ բերել ենք հատկապես իրավական ոլորտում, դատա իրավական ոլորտում իդեալական վիճակի, այո, կան հարցեր, կան խնդիրներ, որոնց մասին նաև քաղաքասարակությունը բարձրաձայնում է եւ այո, այդտեղ աշխատելու տեղ ունենք։ Պարոն Հակոբյան, հարցս ավելի շատ նրա մասին էր, թե օրենքի դաշտում անելիք չկա, այն իմաստով, որ հենց օրենքով դուրս տրվեն որոշ ուժեր եւ քաղաքական դերակատարներ, այսինքն հնարավորություն չունենան մասնակցելու ընտրություններին։ Դուք դա ասում եք այն պարագայում, երբ որ ասում եք, եթե նրանք մասնակցեն, հետո լինեն, տարբեր իրական գործընթացներ, նրանք կասեն, այ մենք մասնակցում ենք քաղաքական process-ների, հետապնդում իրականացվեց մեր դեմ։ Հիմա էլ եթե որևէ մեկի, ասպես օրենքի փոփոխություն արվի, վստահեցնում եմ, այդ մարդիկ ասել են, այ տեսակ, մենք փորձում էինք մասնակցել քաղաքական process-ներին, բերեցին օրենքը փոխեցին, այս երկրում սա ավտորիտար երկիր է, դիկտատուրա է, մեր երկիրը օրենքի դիկտատուրա է, այո։ Լավ, քանի որ ասացիք, որ քաղաքացին ըստ ձեզ պիտի քվետա ձեզ, որովհետև դուք պիտի ամրապնդեք այն խաղաղությունը, դեռևս փխրուն խաղաղությունը, որ հաջողվել է Հայաստանին բերել, այս իմաստով էլ ընդդիմությունը ախր ձեզ քննադատում է, ասում է, որ սա այն խաղաղությունը չէ, որի մասին կարելի է երազել, կամ որ այս պայմանագրով դուք ըստ էության փակել եք Արցախի էջը, ի դեպ նախկին բոլոր նախագահները ձեզ այդ իմաստով մեղադրում են, Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարեց, որ Արցախի էջը իրենց համար փակված չէ, այսինքն այստեղ էլ հակասություններ կան նույն ձեր ասած այդ խաղաղության պայմանագրի հետ, խաղաղություն բերելու հետ, դա ըստ ընդդիմության արժանապատիվ խաղաղություն չէ եւ այսօր օրինակ Արտուր Խաչատրյանը հայտարարում է, որ իրենք ոչ թե խաղաղության դեմ են, այլ ձեր բերած խաղաղության դեմ են, ձեր իշխանության դեմ են։ 30 տարի թող բերեին իրենց երազած խաղաղությունը։ 30 տարի նրանք ժամանակ ունեն, ամեն մեկը 10 տարի ժամկետով ունեն այդ հնարավորությունը եւ ինչպես իրենք են նշում, որ կար ավելի փայլուն առաջարկ, կար ավելի փայլուն փաստաթուղթ, քան օգոստոսի 8-ի փաստաթուղթն է, եւ այսօր Արտուր Խաչատրյանն ասում է մենք դեմ չենք
խաղաղության ուղղակի այդ խաղաղությունը պետք է քաղաքացիական պայմանագիրը չբերի, 30 տարի, եթե այդ փայլուն փաստաթղթերը եւ փայլուն առաջարկները կային, բերեիք ձեր երազանքների խաղաղություն, այդ ժամանակ ԿՊ-ն չկար։ Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ընդհանրապես Սերժ Սարգսյանի թիմակիցը եթերով ասում է, որ նրանք ուզում են պատերազմ, ուղղակի չեն ուզում, որ այդ պատերազմը լինի քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանության օրենք։ Նրանք ուզում են այդ պատերազմը, չեմ էլ հիշում այդ երիտասարդի անուն ազգանունը, բայց տեսել եմ այդպիսի եթեր, երբ նա ասում էր, մենք ուզում ենք պատերազմ, բայց չենք ուզում, որ այդ պատերազմը լինի ԿՊ-ի օրոք։ Նաև այնպես որ Սերժ Սարգսյանը ուզել է պատերազմ, առնվազն չի ուզել խաղաղություն, որովհետև իր կուսակիցը այս պայմաններում, երբ նրանք այս խաղաղությունը կասկածի տակ են դնում, այն խաղաղությունը, երբ որ 1 տարի 7 ամիս սահմանին հակառակորդի կրակոցից զոհ մենք չունենք, իսկ այդպիսի 1 տարի 7 ամիս ընդհանրապես 1 տարի իրար հետևից, ժամկետ, որպեսզի սահմանին զոհ չլինի, 3 նախկին նախագահների օրոք չի եղել, եւ նրանք այս խաղաղությունը, որը հողի վրա խաղաղություն չի նշանակում այդ ինչպես իրենք են սիրում, թափահարել այդ թուղթը, ասել խաղաղությունը այս թղթի կտորը չի։ Ես էլ եմ ասում, խաղաղությունը այդ թղթի կտորը չի։ Խաղաղությունը նա է, որ 1 տարի 7 ամիս, 1 տարի 7 ամիս Հայաստանի Հանրապետության սահմանին հակառակորդի կրակոցից զոհ չունենք։ 1 տարի 7 ամիս Հայաստանի տներում չկա ողբ, որ իրենց զավակը զոհվեց հակառակորդի կրակոցից։ Այդ դա խաղաղություն է։ Իսկ մնացած այն ինչ են ասում իրենք, ինչ են ուզում, դրանք ուղղակի լոլոներ են։ 30 տարի ունեին այդ հնարավորությունը ունենալ 1 տարի 7 ամիս, 4 տարի 7 ամիս, 10 տարի 7 ամիս, 30 տարի 7 ամիս։ Եթե այդքան լավն էին, լավ էին բանակցում, լավ առաջարկներ ունեին, ավելի լավ փաստաթղթեր կային, թող ստորագրեին եւ բերեին այդ 1 տարի 7 ամիս, 20 տարի 7 ամիս, 30 տարի 7 ամիս, 50 տարի 7 ամիս խաղաղությունը։ Եթե չեն արել, թող Պարոն Հակոբյան, հիմա դուք ասում եք խաղաղություն, բայց ամեն դեպքում օրերս Ռոբերտ Քոչարյանն էլ իր ասուլիսի ժամանակ ասաց, որ սա նախ ընդհանուր առմամբ զինադադարի մասին է, ոչ թե խաղաղության պայմանագրի, եւ հետո ասում է, սա կախված է մի մարդու տրամադրությունից, այսինքն Ալիևի տրամադրությունը այսօր լավ է, չի ուզում պատերազմ, չի գնա պատերազմի, վաղը կուզենա պատերազմ, կգնա պատերազմի։ Եվ հետո նաև ձեր ուժին մեղադրեց, որ կարելի էր ավելի մեծ խոշոր առաջարկ անել, որից օրինակ Ալիևը կհրաժարվեր, չէր գնա Միացյալ Նահանգներ եւ չէր ստորագրի այդ փաստաթուղթը։ Իսկ նոյեմբերի 9-ի պարագայում ասում է դա երազանքի փաստաթուղթ էր։ Ասենք դուք թողած երազանքի նույնը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին։ Ուներ 10 տարի ժամանակ, որ այնպիսի փաստաթուղթ ստորագրեր, այնպիսի համաձայնություն ձեռք բերեր, որ 1 տարի 7 ամիս իր 10 տարիների ընթացքում 10 տարի եղել է նախագահ, զբաղեցրել է Հայաստանի Հանրապետությունում նախագահի աթոռը եւ այդ 10 տարիների ընթացքում այնպիսի փաստաթուղթ ստորագրեր, այնպիսի խաղաղություն բերեր, որ 1 տարի 7 ամիս, 5 տարի 7 ամիս իր ամբողջ 10 տարին օրինակ լիներ այդ խաղաղությունը։ Այսօր արդեն գալ ընտրովի լրատվամիջոցների հրավիրել, ընտրովի հարցերի պատասխանել, չնայած ինքը միշտ է այդպես արել, այնպես որ Պարոն Հակոբյան, դուք հիմա ասում եք թող բերեր այդ խաղաղությունը, բայց ինքն էլ հայտարարում է, որ իր կառավարման տարիներին նման խնդիր չի եղել, այսինքն ամենախաղաղ տարիներն են։ Ամենախաղաղ տարիներին, քանի զոհ ենք ունեցել սահմանին հակառակորդի կրակոցից։ Ամենախաղաղ տարիներին ես չեմ հիշում այդպիսի 1 ամիս, 1 չգիտեմ, լավ, 1 ամսվա վրա կգնամ, որ լուր չլիներ, որ սահմանին հակառակորդի կրակոցից զոհ ունենք։ Դա էր խաղաղությունը։ Այդ որ ասում է իր 10 տարիներին ամենախաղաղ ժամանակահատվածն է եղել։ Իսկ միգուցե 1 տարի 7 ամիսն է ամենախաղաղ ժամանակահատվածը, երբ որ 1 տարի 7 ամիսը սահմանին զոհ հակառակորդի կրակոցից չունենք։ Հայաստանի Հանրապետության տներում սուկ չկա, որովհետև սահմանին սպանվել է իրենց զավակը։ Ամեն դեպքում իր ժամանակները նաև ասում է, որ տնտեսական վագրային թռիչք Դե վագրային թռիչք ամեն ինչ
Գույք պարտքի դիմաց, խնդրեմ տեսանք այդ վագրային թռիչքը։ Մեկնաբանության հարց է, պարոն Հակոբյան, որովհետև Նարեկ Կարապետյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանի տարիները աչքի են ընկնում տնտեսական ամենահրաշք գործարքներով, որոնք են այդ։ Միգուցե դրանից հենց Սամվել Կարապետյանն էլ է օգտվել, դրա համար իրենց համար ամենահրաշք տնտեսական տարիներն են եղել։ Միգուցե որովհետև իրենք էլ են օգտվել այդ տարիներից, Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայություններից։ Սերժ Սարգսյանի տարիները աչքի են ընկել խոսքի ազատության տարիները արդեն որպես ըստ Նարեկ Կարապետյանի։ Հիմա ինչու եք զիջում նախկիններին բոլոր իմաստներով, որ այս նախկին բոլոր ղեկավար Սարգսյանի տարիներին ինչի Նարեկ Կարապետյանը չէր խոսում, որ այդքան խոսքի ազատություն կար։ Բա խոսքի ազատություն էր, խնդիրներն շատ էին։ Բա թող խոսեին։ խնդիրներ իր մեկնաբանման չի եղել միգուցե։ Ինչ, երբ որ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ բանակցային փուլը մտել է փակուղի եւ պատերազմից խուսափելը մոտարապես ձևակերպումը դա էր, որ պատերազմից խուսափելը անհնար է։ Բա Նարեկ Կարապետյանը ազատ խոսքի իրավունք ուներ, ինչի՞ չէր խոսում, եթե այդքան գոհ է Սերժ Սարգսյանի տարիներին խոսքի ազատությունից։ Լավ, հիմա նաև հայտարարում է, որ Սամվել Կարապետյանին KGB-ի պատվալում պահելով, իր բառերով ասած պարոն Հակոբյան, ժողովրդի աչքում սպանում եք արդարադատության վերջին նշույլները եւ սա էլ ՔՊ-ի համար որոշիչ է լինելու 2026 թվականի ընտրություններում, առաջիկայում էլ նաև հանրահավաք է պատրաստվում մեր ձևով անցկացնել ի պաշտպանություն, ինչպես իրենք են էլի նշում քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի, Աջապահյանի, Գալստանյանի, այսինքն ձեր իշխանությունը աչքի է ընկնում նաև քաղբանտարկյալներով, որովհետև տեսեք ամեն օր գրեթե ինչ որ մեկն է հայտնվում, որին անդիմությունը գոնե որակում է քաղբանտարկյալ։ Դե միգուցե կարելի է որ ինչ է տղայանը Նարեկ Կարապետյանը միգուցե ավելի լավ կանի, բացի կարդա թե որն է քաղբանտարկյալը եւ բացի նայի իր հորեղբոր քրեական գործը։ Եթե այնտեղ չկա քրեական էլեմենտ, ապա կարող ենք ասել Դե դա էլ բազմիցս մեկնաբանվել է, պարոն։ Դե ամեն ինչ կարող են մեկնաբանել իրենք։ Հիմա ասում են Միքայել Աջապահյանը նույնպես քաղբանտարկյալ է կամ Բագրատ Գալստյանը։ Հիմա մարդիկ ռազմական հեղաշրջման կոչեր են հնչեցրել, մարդիկ, չգիտեմ, մի քանի հոգու պատի տակ գյուլելու կոչեր են հնչեցրել, տուկի թելեր այրելու, Հայաստանը քաոսի վերածելու կոչեր են հնչեցրել։ Հիմա դա ասել, որ այս մարդիկ քաղբանտարկյալ են, պարզապես զավեշտալի է, ասենք քահանան, սրբազան մարդ, հասել ենք այնտեղ, որ խոսույթը այսպիսին է, որ ասում է այ երկու հոգու պատի տակ գյուլում ես, հետո ամբողջ մեր հոգևոր հոտը այդ թվում նաև սկսում է քննարկել ինչ կոնտեքստում ասեց Բագրատ Սրբազանը երկու հոգուն պատի տակ գյուլելու այդ արտահայտությունը։ Ես այդտեղ մեծ խնդիր եմ տեսնում, շատ մեծ խնդիր եմ տեսնում հոգևոր արժեքների, որովհետև իմ իմացած հոգևոր արժեքներում բացառվում է, որպեսզի հոգևոր մարդը ցանկանա, կապ չունի ինչ համատեքստում, երկու հոգու պատի տակ գյուլել։ Բայց ամեն դեպքում հոգևորականներ չեմ ասում, դեռ հոգևորականին չեմ ասում, ասում եմ աշխարհիկ մարդ, ով կրում է հոգևոր արժեքներ։ Իմ իմացած այդ տիպի մարդը, ով աշխարհիկ կյանքով է ապրում, բայց ունի հոգևոր արժեքներ, իմ համար արդեն իսկ անընդունելի է, որ նա կարող է օրինակ ասել, այն ինչ ա եղել երկու հոգու պատի տակ գյուլում, կապ չունի որ համատեքստում, երկու հոգու պատի տակ գյուլում ես, հարցը փակվում է։ Էլ ուր մնաց հոգևորականի մասին։ Ամեն դեպքում պարոն Հակոբյան, ինչի են նախկին բոլոր ղեկավարները եւ կամ ուժերը նույն հոգեվոր բարձրաստիճան դասը դիրքավորվել ձեր դեմ կամ ձեր ուժի դեմ, որովհետեւ բոլոր հայտարարությունները հենց այդ համատեքստում են, որ նույն գյուլելու համատեքստում, տեսեք, դա արվել է, որպեսզի երկիրը իրենք այս վիճակից հանեն, այդ ռազմական կոչերը արվել են, որպեսզի քաղաքացիական պայմանագրին հեռացնեն, այսինքն ինչ խզում կա։ Տեսեք, դուք ասացիք, որ մենք ըստ Կարապետյան Նարեկի մենք ավելի արդյունավետ ընդդիմություն ենք եղել, իրենք էլ կարող են հիմա լինել ավելի արդյունավետ ընդդիմություն եւ չխոսեն մարդկանց
պատերի տակ գյուլելու մասին, չխոսեն, որ եթե քաղաքական ճանապարհով հարցեր չկարողանանք լուծել, մենք մեր ձևով կլուծենք այդ հարցը, երբ մենք ընդդիմություն ենք եղել, մենք բացառապես զբաղվել ենք քաղաքական ճանապարհներով հարցեր լուծելուն։ Ընտրական ճանապարհներով, երբ 2018-ը ուղղակի այն հանգրվաններ, որ ուղղակի մարդիկ արդեն իրենք էլ հասկացել են, մենք էլ շատ երկար տարիներ մարդկանց հետ զրույցում մեր խոսույթը այն էր, որ ուղղակի ընտրական ճանապարհով հարց լուծելու եղանակը այս իշխանությունները փակել են, այսինքն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ինչ-որ մի տարիներից սկսած ընտրական ճանապարհով երկրում իշխանություն չէր ձևավորվում։ Եվ 2018 թվականին մարդիկ այդ անարդարության զգացողությունից, այդ անարդարության ցասումն էր, որ դուրս եկան փողոց, որ վերջի մարդիկ հասկացան, որ ունեն այսօր հնարավորություն իրենք իրականացնել քաղաքական փոփոխություն։ Դա էր։ Այնպես որ հիմա էլի ասում են թող նախ եւ առաջ իրենք արդյունավետ ընդդիմություն լինեն, ոչ թե օրինակ այսօրվա խորհրդարանական ընդդիմության նման գան դավաճան, թուրք, հողատու, մասիսի բանը հանեցիք, դա զրո արդյունավետություն ընդդիմության կողմից։ Ընդդիմությունը շատ ավելի կարևոր գործառույթ ունի անելու, որը իրենք չեն անում։ Այնպես որ Նարեկ Կարապետյանին, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, եթե ուզում են երբևէ էլի իրենց մտքում, հուշերում վերադառնան իշխանություն, նախ եւ առաջ պետքա մի օր դառնան արդյունավետ ընդդիմություն, ինչը ես արդեն հույս չունեմ, նայելով օրինակ մեր այսօրվա խորհրդարանական ընդդիմությանը եւ նայելով Նարեկ Կարապետյանի թիկունքում կանգնած նախկին խորհրդարանական ընդդիմությունից ոմանց, ես հույս չունեմ, որ իրենք արդյունավետ ընդդիմություն կլինեն, հետեւաբար Հայաստանում կձևավորվի երբևէ արդյունավետ ընդդիմություն, որոնք ովքեր կզբաղեն քաղաքականությամբ եւ կլինի առողջ մրցակցություն իրենց հետ դա չի լինելու։ Իրենք էլ համարում են, որ քաղաքացիական իրենց հույսը Գյումրիի սցենարն է, բայց ես արդեն ասացի, որ մենք այո աշխատելու քարոզարշավ անելու շատ մեծ աշխատանք պետք է իրականացնենք եւ այո հույս ունենք, որ մեր քաղաքացին, ես վստահ եմ, որ ունի այդ գիտակցությունը, քաղաքական հասունությունը, որ հասկանա, որ եթե գնաց ընտրեց Սամվել Կարապետյանի ներկայացնող թիմին, մեր ձևով շարժմանը, կամ գնաց ընտրեց Արման Թաթոյանի թիմին, կամ գնաց ընտրեց այդ օրը չգիտեմ ինչ դաշինքով հանդես կգա Ռոբերտ Քոչարյանը, նրանք սպասարկելու են մեկ կենտրոնի շահ։ Իսկ մենք առաջարկում ենք Հայաստանի շահը եւ մենք առաջարկում ենք խաղաղություն Հայաստանում եւ տարածաշրջանում։ Որ կենտրոնի շահն են սպասարկում, պարոն Հակոբյան։ Ես դա էլ շատ վստահ եմ, որ մեր քաղաքացին, այդ թվում նաև դուք, շատ լավ գիտեք, որ կենտրոնի շահն են սպասարկում։ Հիմա նաև հայտարարում են, որ ռեժիմը քաղաքացիական պայմանագրի մասին է խոսքը, ընդդիմությունը ասում է, որ խոճապի մեջ է քաղաքացիական պայմանագիրը, որովհետև ամեն օր նոր հետաքրքիր դերակատարներ քաղաքականություն մտնելու հայտ են ներկայացնում, այդ թվում նաև Թաթոյանի նկատի ունենալով։ Դուք լծվում եք նրանց սևացնելու գործով։ Շատ հետաքրքիր քաղաքական դերակատար Արման Թաթոյանը։ Հիմա վախեցած է արդյոք քաղաքացիական պայմանագիրը։ Արդեն ասացի, շատ հետաքրքիր եւ շատ սկզբունքային քաղաքական դերակատար Արման Թաթոյան։ Իսկ ինչ խնդիր կա, որ ինքը հայտարարում է, ես արդեն ասացի, մենք ունենք խնդիր, որ մենք չունենք առողջ պրոդուկտիվ ընդդիմություն։ Թաթոյանը չէ, ով ուզում է լինի։ Դուք իրենց հետ խոսելուց, իրենց եթերները նայելուց, տեսնում եք, թե որն է իրենց քաղաքական ասելիքը։ Ինչ քաղաքական ծրագրով են գնում ընտրություններին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Չունեն, ասելիք չունեն։ Մեկը գտել է իր ասելիքը պետքա լինի, որ տեսեք մենք իմպիչմենտի գործընթաց սկսեցինք, վաղ գնալու են ընտրությունների,
ասեն, բա մենք էինք այն ընդդիմադիրը, որ մինչև վերջ այդ impeachment-ի գործընթացը տանում էինք առաջ, ուրեմն մենք ենք իրոք ռեալ ուզում հեռացնել այս իշխանություններին։ Այն մեկը գալու է ասի մենք պատերազմ ենք ուզում, բայց ոչ այս իշխանության օրոք, մեկը գալու է ասի ավելի արժանապատիվ խաղաղություն ենք ուզում, այդ է իրանց օրակարգը, բայց որ ասես ինչպես կարող ես ասել ինչ ճանապարհով, եկաք շատ լավ, ինչ եք անելու, չեղարկելու եք օգոստոսի 8-ի փաստաթուղթը, Արցախը վերադարձնելու եք, իրենք այդ ասում են կգանք, հետո կերևա։ Այսինքն քաղաքական օրակարգ այդ մարդիկ չունեն։ Իսկ երբ որ մարդ չունի քաղաքական օրակարգ, նա չի կարող լինել արդյունավետ ընդդիմություն։ Պարոն Հակոբյան, երբ որ ընդդիմության յուրաքանչյուր քննադատություն իշխանությանը ուղղված սահմանափակվում է մոտավորապես հետևյալ նախադասությամբ, որ այնինչ անում է իշխանությունը, դա Ադրբեջանի եւ կամ Թուրքիայի պահանջով է։ Եթե օրինակ առողջ ընդդիմադիր ուժեր լինեին եւ կամ դուք ընդդիմության այսպես աչքերից նայեիք ձեր քաղաքական ուժին, արդյոք սխալներ չեք տեսնում եւ գալու պարագայում նաեւ դուք ինչ եք անելու, որովհետեւ մենք խոսում ենք ընդդիմության սխալների մասին, որ պրոդուկտիվ ընդդիմություն չկա, հիմա խոսենք նաեւ իշխանության անելիք Գիտեք, մենք թերևս նաև մեր քաղաքացիները մեզ վստահում եւ մի քիչ գեղեցիկ բառ նաև օգտագործեմ, սիրում են հենց նրա համար, որ մենք մեր սխալներն ընդունում ենք եւ մենք մեր սխալների համար օրինակ ներողություն ենք խնդրում հասարակությունից։ Ի տարբերություն օրինակ Ռոբերտ Քոչյանի, երբ ասում է, ես մարտի 1-ին տանը քնած եմ եղել։ Չեմ էլ իմացել։ Կամ Պողոս Պողոսյանի սպանության դեպքը, երբ որ տեղի ունեցել, ես 1.5 ժամ առաջ արդեն լքած եմ եղել։ Այդ ամեն ինչը երբ որ մեր քաղաքացիները լսում են, այդ մեր քաղաքացիները գիտեն, չէ՞, Պողոս Պողոսյանի սպանության դեպքները ինչպես է եղել, մարտի 1-ը շատ ավելի լավ են հիշում։ Այսինքն Ռոբերտ Քոչյանը այսպես այնպես է ղեկավարել երկիրը, որ կարելի էր Երևանի կենտրոնում ավտոմատներով տանկերով ինչ որ գործողություն իրականացնել, որի արդյունքում 10 Հայաստանի Հանրապետության քաղաքացի կզոհվի եւ երկրի ղեկավարը ասի ես տեղակ չեմ եղել որ բանակ է եկել Երևան։ Դուք հասկանում եք, այդ մարդը քիչ առաջ դուք եք ասում, որ խոսում էր, որ իր կառավարման տարիներին ավելի խաղաղ է եղել, քան հիմա։ Իր կառավարման տարիներին Երևանում էին մարդկանց գնդակահարում։ Ինչ խաղաղության մասին է խոսքը։ Երևանի կենտրոնում էին մարդկանց գնդակահարում։ Հիմա այստեղից էլ ձեր քաղաքական ուժին ուղղված մեր քաղաքական ուժին ուղղված մենք սխալներ ունենք, անում ենք, բայց էլի հերթական ընդդիմության զրո լինելը, ոչնչի մասին լինելը խոսում է այն, որ նրանք մեզ մեղադրում են, ասում են Ադրբեջանը ինչ պահանջ դնում է, դա էլի եմ ասում, զրո արդյունավետություն։ Պարոն Հակոբյան, իսկ ուր են իրավական գնահատականները, որովհետև մենք բարբերաբար խոսում ենք նույն մարտի 1-ի մասին, տեսեք, դուք ճիշտ նկատեցիք, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանն ասում է, ես այդ ժամանակ տեղյակ չեմ եղել կամ դրանից հետո պաշտոնավարել եմ ընդամենը ամիս 8 օր եւ դա ինձ չի վերաբերվում միևնույն վճիռը։ Մի ամիս 8 օր առաջ հեռացել եմ պաշտոնից, հետո է եղել։ Ասում եմ մարտի 1-ը եղել է, ամիս 8 օր հետո ես էլ պաշտոնի չեմ, այսինքն դու մարտի 1-ը եղել է, արել ես, հետո դեռ 1 ամիս 8 օր եղել ես, ասում է հետո հեռացել եմ, թող որ եկել են պարկուշները հավաքել են, լրիվ տարածքը հետքերը վերացրել են, պարզա որ 20 տարի հետո կամ 10 քանի տարի հետո շատ մեծ դժվարություն անելու այդ գործը վերաբացել, ուր են այդ գործերը դատարաններում են։ Ինչպես նաև այդ Ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձով քանի գործ կա Ռոբերտ Քոչյանի ընտանիքին վերաբերող։ Բոլոր այդ գործերը դատարանում են, ընդհանուր մինչև Պողոս Պողոսյանի սպանության գործն արդեն վերաբացվել։ Ուր են այդ գործերը դատարանում են։ Բայց ելի եմ ասում, այնպես չի, էլի 1 ամիս 8 օրը բավականին մեծ ժամանակ է եղել, որպեսզի հետքերը հնարավորինս մաքսիմալ կարողանան վերացնել։ Դրա համար էլ այսպես դժվար է այդ գործը բացահայտվում։ Դե ամեն դեպքում ինքը ասում է, որ նույն Սեյրան Օհանյանն էլ կհիշեք ասաց, որ դա պետությանն է վերաբերվում, իրենց չի վերաբերվում։ Դե իրենք պետություն չեն համարել իրենց։ Իրենք ուր պետություն ուր։ Պետություն, իրեն պետություն համարած մարդը
չի ասի, որ Հայաստանն է հրահարել պատերազմը։ Եթե ինքը երբևէ իրեն ասոցացրել է պետության հետ, եթե ինքը 10 տարի ղեկավարել է Հայաստանի Հանրապետությունը, եղել է նախագահ եւ ինքը իրան չի առանձնացրել պետությունից, ինքը համարել է իրեն պետություն, կապ չունի, որ ինքը այսօր Հայաստանի Հանրապետության նախագահն չի։ Մարդ, ով իրեն ասոցացրել է, համարել է պետություն, չի կարող ուղղակի Հայաստանի Հանրապետությունը մեղադրել պատերազմ հրահարելու մեջ։ Դրա համար այո, իրենք պետություն չեն համարել իրենց, երբ եղել են նախագահ, իրենք պետություն չեն համարում իրենց, երբ այսօր ընդդիմություն են։ Իսկ ընդդիմությունը նույնպես չէ, ունի իշխանություն, պետության մաս է։ Իրենք չկան, իրենք գոյություն չունեն, իրենք անհատներ են։ Հիշում եք, չէ, ասում էին իմ տարիների ընթացքում Ադրբեջանը վախենում էր։ Անկամ բարձր խոսալ։ Անգամ, այսինքն ինքը պայմանավորում է իր դերակատարման, ոչ թե պետության։ Այն որ իր տարիների ընթացքում Ադրբեջանը իր խոսքերով ասած վախենում էր, անգամ բարձր խոսար, բայց այդ ընթացքում ռազմական բյուջեն խախտվում էր մի քանի տասնյակ կամ 100 անգամ, եւ ինքը լուր դրան հետևում էր։ Միգուցե ինքն էլ էր վախենում այլ տեղեր, բարձրաձայներ ռազմական բալանսի հետ խախտման մասին։ Միգուցե ինքն էր այդ ժամանակ վախենում, թե մտածում էր իմ օրոք կարևորը թող այդ պատերազմը չլինի, ռազմական բալանսը խախտվի, հետո ինչ ուզում է լինի։ Զատո ես կասեմ, որ տեսեք իմ օրոք պատերազմ չկար, որովհետև Ադրբեջանը վախենում էր անգամ։ Այդ մի հատ հայտնի բան կա, որ ասում է լավ չի շփվում։ Ամեն դեպքում վախենալու մեջ միշտ մեղադրում են ձեր ուժին, որ հենց դրա արդյունքում էլ բարբերաբար զիջում եք ու անգամ այդ փաստաթղթերն էլ երբեմն ներկայացվում է, որ դա զիջելու մասին է, Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու մասին է։ Դե ես արդեն ասացի, մեզ բոլոր պահանջները կատարելու մեջ մեղադրելը, ուղղակի այդ մարդիկ գրել կարդալ չգիտեն։ Եվ պարոն Հակոբյան, եթե հավատանք նաև Ռոբերտ Քոչարյանը։ Իդեպ այդ գրել կարդալու հետ ոնց որ մի հոգու մասին լրիվ լուրջ է վերաբերվում ասածս։ Եթե հավատանք ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյանին, ձեր ուժը էլի 2026 թվականին վերընտրվելու հնարավորությունը 0 է եւ իրենք ըստ էության չեն թաքցնում, որ Գյումրու սցենարը ամեն դեպքում նորից փորձելու են իրականացնել, կոնսենսուս -1 են փորձելու ձևավորել եւ Քոչարյանն էլ իր վերջին ասուլիսում թեև Նարեկ Կարապետյանն ասում է, որ իրենք չեն համագործակցելու Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց Քոչարյանը կարծես ավելի ազնիվ գտնվեց ու ասաց, որ խորհրդարանում երկու ուժ է տեսնում, որոնք միասին հակակշռելու են քաղաքացիական պայմանագրին։ Դա իր ուժն է եւ Սամվել Կարապետյանի ուժն է եւ նաեւ ասաց, որ իր դեմքով ընտրությունների գնալը իրենց ավելի մեծ ձայներ է բերում։ Ամեն դեպքում, պարոն Հակոբյան, ինչքան էլ որ հիմա խոսում ենք, որ Գյումրու սցենարը համապետական ընտրությունների մակարդակում հնարավոր չէ, չեք մտածել, որ նաև հնարավոր կարող է լինել։ Հիմա Ռոբերտ Քոչարյանի խոսքը մեկնաբանեմ, թե ասեմ հնարավոր է, թե հնարավոր չէ։ Նախ ասենք հնարավոր է, թե հնարավոր չէ, որովհետեւ լսելով իրենց։ Ես արդեն ասացի։ Մենք պետք է շատ աշխատենք մեր ժողովրդի հետ, ցույց տանք մեր արած աշխատանքը։ Թե քանի մանկապարտեզ ենք մենք կառուցել, թե քանի դպրոց ենք կառուցել, քանիսն ենք կառուցում, թե հողի վրա ինչպես ենք մենք մեր ժողովրդին բերել խաղաղություն։ Մենք պետք է ամեն օր խոսենք դրա մասին, որ 1 տարի 7 ամիս սահմանին հակառակորդի կրակոցից զոհ չունենք։ Դա արդեն հողի վրա խաղաղություն է։ Մենք պետք է ամեն օր խոսենք, թե քանի մանկապարտեզ ենք կառուցել, քանի դպրոց ենք կառուցել։ Մենք պետք է նաև խոսենք նրա մասին, թե Ռոբերտ Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք քանի մանկապարտեզ է օտարվել, տրվել մասնավորին, վաճառվել։ Եվ եթե այսօր իրենք գնան ընտրեն Ռոբերտ Քոչարյանին, շարունակվելու են էլի մանկապարտեզներ վաճառվել, դպրոցներ փակվել։ Իսկ մենք կառուցել ենք այդ դպրոցները, մենք կառուցել ենք այդ մանկապարտեզները։ Քանի կիլոմետր ճանապարհ է կառուցել եւ ելի եմ ասում, ամենակարևորը խաղաղությունը, որ մենք բերել ենք։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի արած այդ երևի պատասխանեցի չէ ձեր հարցին, թե մենք ինչ պետք է անենք ընտրություններից առաջ, պետք է աշխատենք ժողովրդի հետ։ Ամեն օր պետք է խոսենք մեր արած աշխատանքի մասին։ Իրենք թող հույս ունենան, որ Գյումրու սցենարը հնարավոր է լինելու, որ գնալու են
իրար վրա ցեխ են շպրտելու, իրար ասելու են ամենավերջին խոսքերը, ասելու են, որ իրենք չեն միավորվելու եւ թող հույս ունենան, որ այդ ներողություն ոչ եթերային բառի համար կուտը իբր թե ժողովուրդը պետք է ուտի եւ գնա իրենց ձայն տա։ Իսկ մենք անելու ենք մեր աշխատանքը։ Նոր թվարկեցի, թե մենք ինչ ենք անելու։ Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ ասում է ԿՊ-ն 26 թվականին շանս չունի վերընտրվելու, որ ասում է 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանը ասում էր կռելու ենք, որ էլի մենք չենք ընտրվելու, էլի գելափին հարցումներ էին պատվիրում, էլի թվերը բերում էին մարդկանց հրամցնում, հետո տեղի ունեցան ընտրություններ, մենք ընտրությունները ստացանք այնքան ձայն, որ ձևավորեցինք կառավարություն, իշխանություն, դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը անում էր հայտարարություն, ասում էր այս իշխանությունը 2 տարվա կյանք ունի։ Ես բառացի ինքը ասել է 2 տարի հետո լինելու են նոր ընտրություններ։ Մենք արդեն մոտենում ենք 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններին։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը թող նա իր նախկին արած հայտարարությունները, որ ասում էր կռելու ենք, հաղթելու ենք, հաղթանակած բաներ գրում, հետո ընտրություններից հետո ասում էր 2 տարի է մնացել էս իշխանությունը 2 տարի է ձգելու, որովհետև գնալու ենք օր ու արև չենք տալու ու հիմա էլ եկել է, հիմա էլ հերթական հայտարարությունն անում, ասում է շանսերը 0 են։ Եվ քանի որ ամբողջ ընթացքում շատ ժամանակ չի մնացել, շատ մոտ են արդեն ընտրությունները, կգնանք ընտրությունների կտեսնենք։ Գյումրու օրինակից, քանի որ շատ խոսեցինք պարոն Հակոբյան, տաղավարում պարբերաբար դրան ենք անդրադարձել։ Գյումրու քաղաքապետի վերջին հայտարարությունները, այսինքն մի քանի անգամ է դրա մասին խոսել, բայց վերջին հայտարարությունը, որ Հայաստանը պիտի Ռուսաստանի հետ միություն կազմի, այլապես դրան ընդդիմացողները թուրքապատակշան որդի են կներեք իր բառերով ասած։ Այս հայտարարությունը ավելի շատ օգնելու է իրենց ուժերին, թե խանգարելու է, եւ արդյոք այս հայտարարության հետևից չպետք է գնա նաեւ իրավապահ համակարգը։ Ես չեմ մեկնաբանի, ես հայտարարություն անողը եթերից արյանքը հնչեցնում եւ որևէ մեկ այդտեղ խնդիր չի տեսնում, այդ թվում նաեւ լրագրողական համայնքը, ովքեր կանգնած են խոսափողները այդտեղ այդ մարդու դիմաց դրած, ինքը եթերից արյանքը հնչեցնում եւ այդ լրագրողական համայնքը ուղղակի չի վեր կանում, իրենց այդ խոսափողները վերցնեն առանց տեսություն ասելու նշված անձնավորությանը, հեռանան ու ընդհանրապես մոռանան այս մարդու հետ հարցազրույց անելը, ճեպազրույց անելը այս մարդու հետ։ Այդ մարդու ասածները ես չեմ ասենք մի բան կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը, սուվերենությունը կասկածի տակ դնողը եթերային չի չասեն։ Իսկ իրավապահ համակարգը պիտի գնահատի համակարգը թող իր գործը անի, եթե կա այդտեղ ինչ որ զանցանք կամ անցանք, թող իրավապահ համակարգը իր գործը անի, բայց ես չմեկնաբանեցի տվյալ անձնավորության Վարդան Ղուկասյան ավագի ասածները եւ ասեցի ինչու չեմ մեկնաբանում, բայց կարող եմ ասել իսկ ինչու չեն դատապարտում հրապարակայնորեն իրեն սատարած, իրեն քաղաքապետ դարձրած, սարքած ուժերը։ Լսեցի մի քանի հոգին ասում են մենք իր արած հայտարարությունների հետ կապ չունենք, մենք եղբայր մի հատ ասենք կողմնորոշվեք, մարդուն սարքել եք քաղաքապետ, այսօր ինչ ուզում ասում, հա, դուք ասում եք մենք մենակ սարքեցինք քաղաքապետ, մնացած ինչ ուզում ասում, հա, մենք պատասխանատվություն չեք կրում, հա։ Եթե դատապարտեն, կարելի է խոսել այդ ուժերի մասին, նույն Հայաստան խմբակցություն, Սերժ Սարգսյանի պուն, մնացած բոլորը, ովքեր այդ մարդուն դարձրեցին քաղաքապետ, այսօր լռում են։ Եթե դատապարտեն, դեռ կխոսենք, բայց եթե լռում են, ուրեմն համաձայն են դրա հետ։ Եթե համաձայն են, ուրեմն եթե Գյումրու սցենարը իրանց համար նախընտրելի սցենար է, ուրեմն գնալու են ամբողջական Գյումրու սցենարի ճանապարհով։ Ուրեմն իրենք էլ երբ որ Վարդան Ղուկասյանի ճակատագրի բերումով իրենք էլ դառնան իշխող մեծամասնություն, իրենցից մեկն էլ է հայտարարելու, ասելու ով որ դեմ է նյութենական պետությանը ու գնալու են այդ ճանապարհով։ Դրա համար ասում եմ, ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները ունեն այնպիսի գիտակցություն, որ ինձնից շատ ավելի լավ են հասկանում այդ ամեն ինչը։
Շնորհակալ եմ, Ես պարոն եմ շնորհակալ։ Հակոբյան։ Հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ, կհանդիպենք։